Գևորգյան հոգևոր ճեմարանը հիմնադրումից ի վեր, որպես ողջ հայության համար եզակի կրթության տաճար, եղել է բոլոր վեհափառ հայրապետների ուշադրության ու հոգացության առարկան։ Նրանցից ոմանք ուսանել են ճեմարանում, մյուսները դասավանդել։ Մակար առաջին թեղուցի կաթողիկոսը ոչ սովորել է այնտեղ, ոչ էլ դասավանդել, սակայն ճեմարանն իր գործունեության ամենաբեղուն ու ամենաարդյունավետ շրջանի համար պարտական է հենց Մակար առաջինին։ Ճեմարանի հիմնադիրը Գևորգ IV Կոստանդնուպոլսեցի ամենայն հայոց կաթողիկոսն է, բայց այն իր ստեղծման բուն նպատակին սկսեց ծառայել միայն Մակար թեղուցի վեհափառ հայրապետի օրոք։ Նախ պետք է հիշել, որ Մակար կաթողիկոսը շատ հետաքրքիր կենսագրություն ունի, որովհետև նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգում, Թեղուտ գյուղում, բայց 8 տարեկանից ըստ էության մայրաթորում է մեծացել, որտեղ 8 տարեկանում բերել են 1821 թվականին բերել են այստեղ դպրոց է ավարտել, հետո ժառանգավորած դպրոց է ավարտել, այսինքն այն ժամանակվա ճեմարանը, եւ ըստ էության 8 տարեկանից մինչեւ իր կյանքի վերջ նա այստեղի կարգը, սարքը, ամբողջ մտածողությունը լավագույնս յուրացրել էր։ Ուրեմն այս իմաստով նա եւ Արևմտյան Հայաստանի, եւ Արևմտահայոց եւ Արևելահայոց մտքի կրողն էր։ Երկրորդ պետք է հիշել, որ աշտարակեցու ժամանակ եւ հենց Ներսես աշտարակեցի կաթողիկոսի հանձնարարությամբ նա զբաղվում էր մի շատ յուրօրինակ գործով։ Նրան ուղարկել էին Պարսկաստան ձեռագրեր հավաքելու։ Եվ հենց այնքան լավ է անում գործը, որ արժանանում է նախ Ներսես կաթողիկոսի կողմից ականակուր լանջախաչ կրելու պատվին, եւ հետո, երբ դառնում է մատենադարանապետ, այսինքն ամբողջ ձեռագրական հավաքածուի պատասխանատու, այնքան նորից լավ է անում իր աշխատանքը, որ շուտով Ներսես աշտարակեցին նրան եպիսկոպոս է ձեռնադրում, արքության պատիվ տալիս եւ դարձնում մայրաթորի լուսարարապետ։ Ուրեմն այս իմաստով նա արդեն ծանոթ էր եւ լավագույնս համագործակցում էր Ներսես աշտարակեցի մեծ հայրենասերի հետ եւ գիտեր նաեւ թե ինչ անցուդարձ է կատարվում Արևելյան Հայաստանում։ Ուրեմն երբ ընտրվում է Մակար կաթողիկոսը 1885-1891, ընդամենը 6 տարի է կաթողիկոս լինում, կա մի հետաքրքիր հուշ իր հետ կապված, որ կաթողիկոս է դառնում արդեն բավական առաջացած տարիքում այն ժամանակվա համար եւ ասում է, որ մարդուն կաթողիկոս են ընտրում այն ժամանակ, երբ արդեն պիտի թոշակի գնա։ Իր հիմնական աշխատանքը կապված էր երկու կարևոր բանի հետ։ Նախ, որպեսզի եւ ճեմարանի եւ գիտահրատարակչական աշխատանքը հզորացնի, Մակար կաթողիկոսը 1885, 86, 87 թվականներին նախաձեռնեց նոր տպարանի հիմնադրությունը։ Որ շատ կարևոր մի բան էր, որովհետեւ ճեմարանում արդեն Գևորգ IV-ից սկսած հավաքվել էր մի պատկառելի բույլ պրոֆեսորներ, դասախոսներ, մտավորականներ, որոնք բնականաբար իրենց մտքի արդյունքը ինչ որտեղ պիտի արտադրեին, տպեին եւ Մակար կաթողիկոսի անվան հետ է կապվում հենց այս առաջին կարևոր քայլը, որ արդեն բավական կայունացած ճեմարանին տվեց նաեւ իր մտքի արտադրանքը հրատարակելու հնարավորություն իր ժամանակի համար լավագույն պայմաններով։ Երկրորդ, մենք տեսնում ենք, որ Մակար կաթողիկոսի օրոք շատ նշանավոր հայագետներ, օրինակ, ասենք Կարապետ Կոստանյանց, Նահապետյան, որ հետո դարձավ եպիսկոպոս, աբեղա եւ այլն ձեռնադրվեց։ Տեսնում ենք, որ այսպիսի պատկառելի հայագետների բույլը հենց իր ամբողջությանը հասավ Մակար կաթողիկոսի օրոք։ Լավագույն հայագետներին նա բերեց ճեմարան։ Եվ երրորդ կարևոր քայլը, բացի այսպես ասենք թիմը կամ խումբը հավաքելը, Մակար կաթողիկոսի օրոք էր, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, որ ճեմարանում մտցվեց վարձատրության հատուկ կարգ։ Ուրեմն այդ բոլոր մարդիկ վարձատրվում էին ոչ թե, այսպես ասենք, դպրոցի տրամաբանությամբ, այլ արդեն բարձրագույն դպրոցի տրամաբանությամբ։ Հետաքրքիր է, այս փոփոխությունն էլ կա։ Սա նշանակում էր, որ նախ Մակար կաթողիկոսն ինքը իր թե բանավոր խոսքերում, որ արձանագրել են ժամանակակիցները, թե իր ելույթում օրինակ, շեշտում էր մի կարևոր բան՝ հայրենագիտություն։ Որտեվ ինքը, ինչպես նշեցի, ըստ էության նաև
Մայրաթորի մատենադարանի հիմնադիրներից մեկն էր։ Լավագույնս ծանոթ էր թե ձեռագրերի արժեքին, թե այդ ձեռագրերից եկող գիտելիքների արժեքին, եւ իր ելույթի մեջ, եթե նայենք, հայրենագիտության զարգացումն է ոչ թե դպրոցական մակարդակով, այլ բարձրագույն դպրոցի։ Ամբողջ ջանքերը իր ելույթի, իր խոսքի եւ ինչպես որ նկարագրում են ժամանակակիցները, դարձնել բարձրագույն դպրոց, բարձրագույն ուսումնական կենտրոն, որտեղ շեշտադրվում էին հատկապես հայրենագիտական առարկաները։ Գիտեք, Գևորգ IV-ի ժամանակ այդ նպատակը դեռ այդքան հստակ ձևակերպված չէր, որտեղ ամբողջ տեսլականը կրթել հայ ծխական դպրոցների համար ուսուցիչներ եւ հնարավորության դեպքում քահանաներ։ Բայց Մակար կաթողիկոսի դրույթի երկրորդ կետը հենց դա էր՝ կերտել հայրենաճանաչ եւ հայրենագետ ուսուցիչներ ու վարդապետներ, որը նա լավագույնս կարողացավ իրականացնել։ Մակար առաջինը կաթողիկոս ընտրվեց հայության ու հայ առաքելական եկեղեցու համար բարդագույն շրջաններից մեկում։ Ռուսաց կայսր Ալեքսանդր III-ի հրամանով փակվել էին բոլոր հայկական ծխական դպրոցները։ Հայությունն ըմբոստություն ու անհնազանդություն էր պահանջում եկեղեցուց։ Մակար առաջինը, որպես իմաստուն առաջնորդ, չգնաց ընդառաջ այդ պահանջներին, բայց խոհուն ու շրջահայաց քաղաքականությամբ կարողացավ հասնել ցարի հրամանի չեղարկմանը։ Ալեքսանդր III-ի օրը ընդունվեցին օրենքներ, որտեղ օրինակ ծխական դպրոցներում պետք էր գերակշռեին ռուսերեն լեզուն եւ օրինակ գրականությունը։ Եվ սա, ինչպես արդեն նշեցի, պայմանավորված էր ռուսականության ոգու, այսպես ասենք, պահպանողական ինչ-որ իմաստով ոգու վերելքով։ Մակար կաթողիկոսին, արդեն նշեցի, ամենատարբեր գնահատականներ են տվել, նույնիսկ մի քննադատ նրան անվանում էր ռուսաց արքունիքի չինովնիկ։ Բայց այս բացասական վերագրումը կամ հանիրավի վերագրումը շատ բան է ասում։ Ինչու, որովհետև Մակար կաթողիկոսին մեծ մասը իր ժամանակակիցների բնութագրում էին չափազանց հանդարտ եւ դիվանագետ մարդ։ Եվ ծխական դպրոցների այդ նոր օրենքի կարգավորումը, այսպես ասենք, միջին ճանապարհ գտնել իշխանությունների հետ եւ նաեւ ճեմարանում կարողանալ համախմբել այդպիսի մեծ քանակությամբ ակնառու դեմքեր, սրանք այդքան էլ հեշտ քայլեր չէին ռուսական կայսրության ժամանակ։ Եվ Ադոնցը եւ Օրմանյանը եւ շատ ուրիշներ, որ Մակար կաթողիկոսին բնութագրել են իբրև հանդարտաբարո, մեղմ մարդ, դրա տակ հասկացել են նախ եւ առաջ դիվանագետը։ Մակար կաթողիկոսի ընտրությունը երևի նաև նախախնամական էր, որովհետև պետք էր մեկը, որը կարողանար այդ ռուսական ոգու վերելքի շրջաններում որոշ, այսպես ասենք, ազգայնամոլական դրսևորումներին դեմ հանդիման, կարողանար հմտությամբ եւ դիվանագիտությամբ հարցը կարգավորել։ Հակառակ դեպքում չէր բացառվում, որ կարող էր նաև նորաբաց ճեմարանը փակվել, չէր բացառվում։ Եվ սա ամենայն վստահությամբ եմ ասում, որովհետև երբ մենք նայում ենք ճեմարանի արխիվները, ամենատարբեր թղթեր, կոնդակներ եւ այլն, տեսնում ենք, որ այդ շրջանում սինոդի ցարի ներկայացուցիչը, պրոկուրորը սինոդի, այսպես ասենք, ուղղակիորեն միջամտում էր ճեմարանի ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Նիկողայոս Ադոնցն այդ մասին գրում է. ծանր կացությունից Մակար կաթողիկոսն ելավ պատվով։ Իրեն վիճակված դատը վարեց եկեղեցու պետին վայել մեղմությամբ, խուսափեց բողոքավոր աղաղակներից, բայց եւ չիջավ լալկան աղերսողի նկունության։ Կանգնեց իր դիրքի բարձրության վրա, պաշտպանեց եկեղեցու իրավունքները դպրոցական խնդրում։ Սա խոշոր ձեռքբերում էր ոչ միայն հայության համար, այլ Գևորգյան հոգևոր ճեմարանի, որովհետև այստեղ ընդունվողների մեծագույն մասը հենց ծխական դպրոցների սաներ էին։ Օրմանյանի հետ Մակար կաթողիկոսը ծանոթանում է, երբ 1880-ականների սկզբին Օրմանյան այդ ժամանակ Կարինի առաջնորդն էր եւ բավական լայն գործունեություն էր ծավալել, արդեն բավական հայտնի մեկն էր, որովհետեւ Օրմանյան ծայրագույն վարդապետը արդեն Պոլսում հասցրել էր մեծ հռչակ վայելել իր դասախոսություններով, իր գիտելիքների ահռելի պաշարով եւ նաեւ իր դիվանագիտությամբ։ Եվ Մակար կաթողիկոսը, երբ հրավիրում է
մայրաթոր արդեն, որտեղ պիտի ձեռնադրվեն եպիսկոպոս, Օրմանյանի իսկ վկայությամբ հենց առաջին հանդիպումը այնքան լավ է անցնում, որ կաթողիկոսը ձեռնադրությունից հետո անմիջապես ասում է, որ պիտի մայրաթոր գաս ճեմարանում դասավանդելու, եւ Օրմանյանն ինքը ասում է, որ այս անակնկալի եկա, բայց բնականաբար Օրմանյանն ասում է, որ քանի որ վարչական գործը ես միշտ էլ ստորադասել եմ կրթականին, մտքիս մեջ ասում անմիջապես համաձայնվեցի, բայց պետք է վերադառնայի կարին, որպեսզի գործերը կարգավորե, եւ ահա 1886-87 թվականի արանքում Օրմանյանը արդեն պատրաստվում է գալ մայրաթոր եւ 88-89 թվականներին հավանաբար դասավանդել է, որովհետեւ որոշակի անհամապատասխանություն կա թվերի մեջ, Օրմանյանի խոսքով 1.5 տարի, բայց ընդունված է ասել, որ 1 տարի է մնացել, հավանաբար 1.5 ուսումնական տարի ըստ էության։ Եվ Օրմանյանի հրավիրելը միայն մեկ կարևոր նպատակ ուներ, եւ սա նորից էլի Մակար կաթողիկոսի լայնախոհությունը եւ նաեւ Մակար կաթողիկոսի հեռատեսությունն է, որ նպաստում է այս ամենին։ Ինչն էր պատճառը։ Արդեն հասունանում էր այն գաղափարը, որ քանի որ ճեմարանում կան լուրջ գիտնականներ, ռուսական կայսրության լավագույն կրթական կենտրոններում կրթություն ստացած մասնագետներ, որոնցից նշանավոր Կարապետ Կոստանյանցը, հավանաբար այս մարդիկ ասում են, որ անհրաժեշտ է նաև աստվածաբանական բարձրագույն կրթության ամրագրումը ճեմարանում։ Օրմանյանի ներկայությունը ես կասեի, որ ճեմարանի ոսկե էջերից է, եթե ոչ ոսկե էջն է, որտեղ Օրմանյանը շատ վառ գույներով իր խոհք եւ խոսք գործի մեջ, ինքնակենսագրական հրաշալի մի օրագիր է դա, փառահեղ մի գործ, որ յուրաքանչյուր աստվածաբանի, հայորդու նույնիսկ ես կասեի, հոգեվորականի, քիչ թե շատ հետաքրքրված աշխարհականի սեղանի գիրք կարող է լինել։ Օրմանյանն ասում է, երբ եկա աստվածաբանական առարկաներ գրեթե չէին անցնում կամ անցնում էին շատ մակերեսայնորեն։ Պատճառներից մեկն այն է, որ չկային դասագրքեր։ Օրմանյանի հանձնում են նոր կտակարան, այսինքն աստվածաշնչյան առարկաներ, հանձնում են դավանական աստվածաբանություն, այսինքն բնական աստվածաբանություն, տեղիկ աստվածաբանություն եւ տեսական աստվածաբանություն, բարոյական աստվածաբանություն դասավանդում է։ Մի խոսքով աստվածաբանական ճյուղը ամբողջովին հանձնում են Օրմանյանին։ Կաթողիկոսից նա հատուկ հրահանգ է ստանում ներքին կարգով։ Լավագույն ուսանողներին, որոնք արդեն ընծայարանի, այսինքն ճեմարանի վերջին 3 տարվա վերջին լսարանում էին, որոնց մեջ Գարեգին Հովսեփյանց կար, Կոմիտաս կար, Չորեքչյան կար, ճեմարանի տեսուչի իդեպ, Արշակ Նահապետյան, որը դարձավ Նահապետ, հայր Նահապետ, ուրեմն այս հնգյակին կամ քառյակին համոզել, որպեսզի ձեռնադրվեն վարդապետ։ Մակար կաթողիկոսն ըստ էության կամենում էր ստեղծել մայրաթորում լուսավորյալ, բարձրագույն լուրջ կրթությամբ վարդապետների մի դաս, որը նաև կկարողանար շարունակել ճեմարանում դասավանդելու ավանդույթը, այսինքն տեղական կադրերի պատրաստությունը լավագույնս կազմակերպել։ Սա տեսեք ինչ հեռատես քայլ է։ Եվ Օրմանյանը մեկ գիշերվա մեջ իր վկայությամբ այստեղ շատ հեռու չէ այստեղից Ներսիսյան լճի շրջակայքում քայլելով կարողանում է համոզել եւ 2 օր անց այս ուսանողները դիմում են տալիս եւ հետագայում տեսնում են, որ դառնում են մեր եկեղեցու ամենապայծառ դեմքերը։ Ուրեմն այս երկու դրվագները շատ բնորոշ են, թե ինչ ազդեցություն է ունեցել ճեմարանի կյանքի վրա։ Ժամանակակիցների վկայությամբ Մակար առաջին թեղուցի կաթողիկոսի օրոք այնքան շատացան ճեմարան ընդունվել ցանկացողները, որ դիմորդները հեղեղել էին ոչ միայն ճեմարանը, այլև մայրաթորի տարածքը։ Մակար առաջին թեղուցի կաթողիկոսը նախաձեռնեց նաև մայր տաճարի հիմնանորոգումը, որը ճիշտ 2.5 դար ոչ մի նորոգություն չէր տեսել։ Մակար առաջին թեղուցի կաթողիկոսը թեև կարճ գահակալեց, սակայն հայ ժողովրդին ու հայոց եկեղեցուն մատուցած ծառայություններով, մարդկային վեհ նկարագրով ու հոգևորականի անմնացորդ նվիրումով իր տեղը գտավ հայոց մեծագույն հայրապետների փաղանգում։
Մակար առաջին թեղուցի Տեր-Պետրոսյան վեհափառ հայրապետը կյանքից հեռացավ սրտի կաթվածից 1891 թվականին Էջմիածնում։ Իբրև հեղինակություն կընդունեի անոր հմտությունը եկեղեցական և հայագիտության ամեն ճյուղերուն մասին և ստեպ կդիմեի հայ եկեղեցվո տեսության մասին ապահով տեղեկություն քաղելու համար։ Անձամբ էլ վեհ էր և միանգամայն մարդասեր։ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան։